Կորպորատիվ իշխանության հենց սրտում մի փողոցի տղա, հագին պատառոտված կոստյում, ներխուժում է խորհրդակցության։ Ընկերության նախագահի կողմից անտեսված ու նվաստացված, նա լուռ է մնում, սակայն արդեն վճռել է այնտեղ գտնվող բոլորի ճակատագիրը։ Այն, ինչ թվում էր սոսկ նախապաշարմունք, դարձավ մի ամբողջ կայսրության փլուզման ազդակը։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք մեզ դիտում։ Շարունակեցինք։ Խոստանում եմ, որ սա լինելու է լավագույն պատմությունը, որ երբեք լսել եք ձեր կյանքում։ Երկուշաբթի առավոտը Երանի վրա մռայլ բացվեց։ Ծանր ամպերը կարծես կախվել էին հյուսիսային պողոտայի երկնաքերերի վրա, ասես ավելին էին գուշակում, քան սովորական անձրը։ Ապակե պողպատե աշտարակի 42-րդ հարկում, որտեղ լռությունը խախտում էր միայն օդորակիչի աննկատ խշշոցը, մի ժողով պետք է սկսվեր։ Դա այնպիսի հանդիպում էր, որը որոշում էր ճակատագրեր, շարժում միլիարդներ, որը կարող էր կայսրություններ կառուցել կամ ժամերի ընթացքում դրանք կործանել։ Գագիկ Սարգսյանն ընդամենը 12 տարեկան էր, բայց աչքերում մի խորություն էր կրում, որը չէր համապատասխանում նրա տարիքին։ Նրա շագանակագույն մազերը խնամքով սանրված էին, թե կոստյումը, որ հագել էր, չափազանց մեծ էր թվում ուսերին, չափազանց կարճ թքերին։ Կտորը ջմրթված էր, դարձածալի վրա փոքրիկ պատրվածք կար, իսկ մուգ կապույտ փողկապը ծուռ կախված էր կրծքին։ Ձեռքերում բռնել էր մաշված կաշվե պայուսակ, օգտագործման հետքերով քերծվածքներով, որոնք պատմում էին պատմություններ, որոնք այնտեղ գտնվողներից ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Երբ նա անցավ իտալական մարմարով սալիկապատված միջանցքով դեպի ժողովների սրահ, աշխատակիցների հայացքներն ուղեկցում էին նրան հետաքրքրասիրության անհարմարության խառնուրդով։ Ոմանք շշնջում էին։ Մյուսները պարզապես դադարեցնում էին իրենց գործը, դիտելու այդ նիհար, համեստ տեսքով տղային, որը վստահ քայլերով շարժվում էր դեպի ավագյան շին ի սիրտը, երկրի խոշորագույն շինարարական ընկերություններից մեկը։ Գործադիր քարտուղարուհին, միջին տարիքի մի կին, դիզայներական ակնոցներով անթերի սանրվածքով, փորձեց քաղաքավարի կերպով կանգնեցնել նրան։ Պարոն, կարծում եմ, թյուրիմացություն է տեղի ունեցել։ Այս ժողովը միայն գլխավոր ներդրողների համար է։ Գագիկը միայն թեթակի ժպտաց ցույց տվեց վզից կախված բեյջը։ Անունն այնտեղ էր, ուղեկցվող մի կոդով, որը ստիպեց կնոջ աչքերը լայն բացվել։ Նա թուքը կուլ տվեց, գլխով արեց բացեց փորագրված կարմրափայտի դուռը, որը տանում էր դեպի գլխավոր սրահ։ Միջավայրը տպավորիչ էր։ Ժողովների սեղանը զբաղեցնում էր ուղղանկյուն տարածքի գրեթե ողջ կենտրոնը, պատրաստված ազնվափայտ փայտից, հայելային մակերեսով։ Շուրջը 15 իտալական կաշվե աթոռներ սպասում էին իրենց տերերին։ Պատերը կոփված ապակուց էին, առաջարկելով քաղաքի համայնապատկերային տեսարան, որը ձգվում էր մինչ հորիզոն։ Վերին աջ անկյունում անվտանգության տեսախցիկը զգուշորեն թարթում էր, կորպորատիվ թափանցիկության պարտադիր համակարգի մի մասը, որն ընկերությունը ստիպված էր տեղադրել տարիներ առաջ տեղի ունեցած կառավարման սկանդալից հետո։ Արդեն ներկա էին 6 գործադիր տնօրեններ, բոլորը միջին տարիքի տղամարդիկ, հագած միջազգային բրենդների պատվերով կարված կոստյումներ։ Նրանք ցածր ձայնով զրուցում էին, թերթում փաստաթղթեր, մուտքագրում պլանշետների վրա։ Երբ Գագիկը ներս մտավ, լռությունը իջավ ծանր վարագույրի պես։ Հայացքներն ուղղվեցին նրան, չափելով գլխից մինչ ոտք, գնահատելով, դատելով, դատապարտելով։ Տնօրեններից մեկը, ջաղատ, ալեխառն բեղերով մի տղամարդ, կնճռոտեց ճակատը։ Ո՞վ է այս երեխային ներս թողել։ Մեկ այլ ավելի երիտասարդ գործադիր տնօրեն, ժելով հարթեցրած մազերով մի ժամացույցով, որն ավելի թանկ արժեր, քան սովորական մեքենան, զսպված ծիծաղեց։ Երի աշխատակիցներից մեկի տղան է։ Ինչ-որ մեկը թող անվտանգությանը կանչի։ Գագիկը չպատասխանեց։ Քայլեց դեպի ազատ աթոռներից մեկը, պայուսակը դրեց սեղանին, մնաց կանգնած, սպասելով։ Գիտեր, որ այդ պահին խոսելն անօգուտ կլիներ։ Փողոցում, շատ վաղուց, սովորել էր, որ կան պահեր, երբ լռությունն ավելին է ասում, քան 1000 բառ։ Սովորել էր նա, որ իշխանությունը հազվադեպ է գալիս նրանից, ով ամենաբարձրն է գոռում, այլ նրանից, ով գիտի սպասել ճիշտ պահին։ Դուռը նորից բացվեց, այս անգամ ավելի մեծ հեղինակությամբ։ Մարիամ Ավագյանը ներս մտավ այնպես, ասես տիրանում էր նվաճված տարածքի։ Նա 38 տարեկան էր, բայց ավելի երիտասարդ էր թվում։ Շիկահեր, հարթեցված մազերն իջնում էին անթերի սպիտակ բաճկոնի ուսերին։ Բարձրակրունկները արձագանքում էին գրանիտե հատակին, հայտարարելով նրա ներկայության մասին նախքան որը մեկը կտեսներ նրան։
Դեմքը գեղեցիկ էր, նուրբ գծերով, բայց ծնոտի վրա կար մի կոշտություն, կանաչ աչքերում մի սառնություն, որը մատնում էր տարիների անառարկելի ղեկավարումը։ Նա գործարարների տոհմից էր։ Նրա պապը հիմնադրել էր ավագյան շինը 50-ականներին, կառուցելով երկնաքերեր, երբ Երանը դեռ առանձնատների տրամվայների քաղաք էր։ Հայրն ընդլայնել էր կայսրությունը, կառուցելով արտրի կենտրոններ, շքեղ համալիրներ, հինգաստղանի հյուրանոցներ։ Մարիամը ստանձնել էր նախագահի պաշտոնը 32 տարեկանում, հոր կառավարությունում պաշտոն ստանձնելուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր նա ղեկավարում էր երկաթե ձեռքով, կայացնելով համարձակ որոշումներ, կնքելով միլիոնավոր դրամների պայմանագրեր, վերացնելով ցանկացած ներքին ընդդիմություն։ Բայց վերջին 18 ամիսներին ամեն ինչ սկսել էր փլուզվել։ Ուշացած նախագծեր, գերազանցված ծախսեր, նյարդայնացած ներդրողներ, երաշխիքներ պահանջող բանկեր։ Ընկերության բաժնետոմսերը դանդաղորեն ընկնում էին, քայքայելով շուկայական արժեքը։ Ոլորտում լուրեր էին պտտվում, որ ավագյան շինը կործանման եզրին է։ Մարիամը հրապարակայնորեն հերքում էր, բայց գիտեր, որ հրաշքի կարիք ունի։ Կամ, ավելի ճիշտ, 3 միլիարդ դրամի արտակարգ ներդրման։ Հենց այդ ժամանակ էր, որ նրա ֆինանսական տնօրենը նշել էր Գագիկ Սարգսյանի անունը։ 12 տարեկան մի տղա։ Անսպասելի հարստության ժառանգորդ։ Երկրի խոշորագույն ներդրումային հիմնադրամներից մեկի վերահսկիչ։ Սկզբում Մարիամը ծիծաղել էր։ Կարծել էր, թե կատակ է։ Բայց թվերը չէին ստում։ Տղան վերահսկում էր ակտիվներ, որոնք աներակայելի գումարներ էին կազմում։ Եվ, ամենակարևորը, նա ուներ անմիջական իրացվելիություն։ Նրան պետք էր այդ գումարը։ Հուսահատորեն պետք էր։ Բայց երբեք չէր պատկերացրել, որ նա անձամբ կգա։ Կարծել էր, թե կուղարկի ներկայացուցիչների, փաստաբանների, խորհրդատուների։ Այդ տղային այնտեղ, այդպես հագնված, այդ սենյակում տեսնելը նման էր ապտակի։ Մարիամը կանգնեց սենյակի մեջտեղում, նայեց Գագիկին, զգաց, թե ինչպես արամարանքի ալիքը բարձրացավ ստամոքսից։ Դու ով ես, ինչ ես անում այստեղ։ Նրա ձայնը սառն էր, սուր, ինչպես սայրը։ Գագիկը հանգիստ նայեց նրան։ Ես Գագիկ Սարգսյանն եմ։ Այստեղ եմ ժամը 9-ի ժողովի համար։ Տնօրեններից մեկը թեքվեց, Մարիամի ականջին ինչ-որ բան շշնջալու։ Նրա դեմքը փոխվեց։ Արամարանքի արտահայտությունը փոխարինվեց գրեթե զավեշտական անհավատությամբ։ Նա մի քանի անգամ թարթեց, ասես փորձում էր վերամշակել տեղեկությունը։ Դու ես հիմնադրամի ներկայացուցիչը։ Ես ներկայացուցիչը չեմ, պատասխանեց Գագիկը հաստատուն ձայնով, առանց ամբարտավանության, պարզապես փաստ արձանագրելով։ Ես սեփականատերն եմ։ Սենյակը սուզվեց անհարմար լռության մեջ։ Մարիամը նայեց իր տնօրեններին, որոնք խուսափեցին հայացքից։ Նորից նայեց տղային, վերից վար, նկատելով վատ նստող կոստյումը, ծուռ փողկապը, հին պայուսակը։ Եվ հետո, նրա մեջ ինչ-որ բան հրաժարվեց ընդունել դա։ Դա անհնար էր։ Անթույլատրելի։ Նա ղեկավարում էր բետոնի պողպատի կայսրություն, կայացնում որոշումներ, որոնք ազդում էին հազարավոր կյանքերի վրա, բանակցում երկրի ամենահզոր մարդկանց հետ։ Չէր կարող, չպետք է, չէր պատրաստվում իջնել մինչ մուրացկանի պես հագնված երեխայի հետ բանակցելու մակարդակին։ Մարիամը 2 քայլ արեց դեպի Գագիկը, մեկնեց ձեռքը, բայց ոչ որպես ողջույնի ժեստ։ Դա փորձություն էր։ Մարտահրավեր։ Նա ուզում էր տեսնել, արդյոք նա կհամարձակվի սեղմել իր ձեռքը, արդյոք կհամարձակվի դիպչել Ավագյանին այն ձեռքերով, որոնք կարծես ճանաչել էին կեղտ աղքատություն։ Գագիկը նույնպես մեկնեց ձեռքը, առանց վարանելու։ Նրա ձեռքսեղմումը կլիներ ամուր, բայց հարգալից։ Տարիներ առաջ պարոն Արամից սովորել էր, որ ձեռքսեղմումը բնավորություն է բացահայտում։ Բայց Մարիամը հետ քաշեց ձեռքը, նախքան նա կհասցներ դիպչել։ Շարժումը արագ էր, գրեթե բնազդական, ասես այրվել էր։ Ես ձեզ նման մարդկանց ձեռք չեմ սեղմում, ասաց նա, յուրաքանչյուր բառից թույն էր կաթում։ Ժամանակը կարծես սառեց։ Սեղանի շուրջ նստած գործադիր տնօրենները քարացան, ոմանք մատները դեռ պլանշետների ստեղնաշարերի վրա, մյուսները գրիչները օդում կախված։ Սենյակի անկյունում տեսախցիկը շարունակում էր ձայնագրել, հավատարիմ լուռ, արձանագրելով յուրաքանչյուր վայրկյան, յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր բառ։ Գագիկն անմիջապես հետ չքաշեց ձեռքը։
Այն մեկնած պահեց մի քանի վայրկյան, ասես վերջին հնարավորություն էր տալիս։ Հետո դանդաղ իջեցրեց թե մի քայլ հետ գնաց։ Նրա դեմքին զայրույթ չկար։ Միայն հին տխրություն, այն տխրությունը, որը ծնվում է, երբ հասկանում ես, որ որոշ մարդիկ երբեք չեն տեսնի արտաքինից այն կողմ։ Մարիամը շարժվեց դեպի սեղանի գլուխը, նստեց ղեկավարին վայել ուղիղ կեցվածքով։ Սկսենք, հայտարարեց նա, լիովին անտեսելով այն, ինչ հենց նոր տեղի էր ունեցել։ 2 ժամից մեկ այլ հանդիպում ունեմ։ Գագիկը մի աթոռ քաշեց, նստեց, բացելով կաշվե պայուսակը։ Ներսից հանեց մի շարք փաստաթղթեր, դասավորված թափանցիկ թղթապանակներում։ Դրանք ֆինանսական վերլուծություններ էին, դրամական հոսքերի կանխատեսումներ, աուդիտի հաշվետվություններ, ռիսկերի քարտեզներ։ Ամեն ինչ տպված է սովորական թղթի վրա, առանց այնտեղ շրջանառվող հաշվետվությունների գրաֆիկական նրբագեղության, բայց բովանդակությունն անհերքելի էր։ Ես սկսել եմ վերլուծել ավագյան շին իրավիճակը 3 շաբաթ առաջ, ասաց Գագիկը, թերթելով թղթերը։ Իմ թիմը բացահայտել է մի քանի կրիտիկական կետեր, որոնք պետք է լուծվեն նախքան որե կապիտալի պարտավորություն ստանձնելը։ Մարիամը տնք տվեց աչքերը։ Քո թիմը։ Դու 12 տարեկան ես։ Ինչ թիմ։ Գագիկը չվրդովվեց։ Ես մասնագիտացված խորհրդատուներ ունեմ։ Տնտեսագետներ, ինժեներներ, փաստաբաններ։ Նրանք աշխատում են ինձ համար։ Տնօրեններից մեկը, Ռուբեն Գորգյանը, ֆինանսական տնօրենը, առաջ թեքվեց։ Ամենայն հարգանքով, բայց ինչպես է ձեր տարիքի մի տղա կարողացել վերահսկել այսպիսի մեծ հիմնադրամ։ Գագիկը գիտեր, որ այս հարցը կհնչեր։ Միշտ էր հնչում։ Ժառանգել եմ։ Մեկից, ով վստահել է ինձ։ Ումից ես ժառանգել, պնդեց Մարիամը, շուրթերին ցինիկ ժպիտ։ Ձմեռ պապից։ Սեղանի շուրջ զուսպ ծիծաղ լսվեց։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Արամ Մանուկյան անունով մի մարդուց։ Նա մահացել է 2.5 տարի առաջ։ Ամեն ինչ ինձ է թողել։ Լռությունը վերադարձավ, բայց դա այլ լռություն էր։ Այնտեղ գտնվողներից ոմանք ճանաչում էին Արամ Մանուկյանի անունը։ Նա եղել էր երկրի ամենահարգված ներդրողներից մեկը։ Զուսպ, փայլուն, հեռատես։ Մի քանի տարի առաջ անհետացել էր հանրային կյանքից, լուրեր էին պտտվում նրա հարստության ճակատագրի մասին։ Այժմ, ըստ երույթին, պատասխանը նստած էր այնտեղ, հագած մաշված կոստյում։ Մարիամը, սակայն, չտպավորվեց։ Ուրեմն բախտդ բերել է։ Դա չի նշանակում, որ գիտես, ինչ ես անում։ Գագիկը սկսեց ներկայացնել թվերը։ Խոսեց կուտակված պարտքի, անավարտ նախագծերի, դրամական հոսքերի խնդիրների, սպասվող պայմանագրային տուգանքների մասին։ Նրա ձայնը հանգիստ էր, պարզ, փաստացի։ Մեղադրանք չկար, միայն վերլուծություն։ Բայց Մարիամն ընդհատում էր յուրաքանչյուր 3 նախադասությունը մեկ։ Դա ենթադրություն է։ Այդ թվերը հնացած են։ Դուք ոլորտը չեք հասկանում։ Այս կանխատեսումը սիրողական է։ Յուրաքանչյուր ընդհատում լի էր վատ թաքցրած արամարանքով։ Նա այնտեղ լսելու համար չէր։ Այնտեղ էր, գումարը ստանալու այդ տղային դուրս ուղարկելու համար։ Սեղանի շուրջ նստած տնօրենները անհարմար հայացքներ էին փոխանակում։ Գիտեին, որ Գագիկը ճիշտ էր։ Գիտեին, որ ընկերությունը դժվարության մեջ է։ Բայց նրանցից ոչ ոք չէր համարձակվի հակառակվել Մարիամին։ Ով դա աներ, մինչ ճաշ կհեռացվեր աշխատանքից։ Ավագյան շին ի մշակույթը ընտիմություն չէր թույլատրում։ Մարիամը հրամայում էր, բոլորը հնազանդվում էին։ Գագիկը շարունակեց ներկայացնել, նույնիսկ ընդհատվելով։ Ցույց տվեց գրաֆիկներ, մատնանշեց միտումներ, ընդգծեց ռիսկեր։ Նրա վերլուծությունը խորն էր, մանրամասն տպավորիչ ցանկացած տարիքի համար, էլ ուր մնաց 12 տարեկան տղայի։ Բայց Մարիամը տեսնում էր միայն արտաքինը։ Տեսնում էր պատրված կոստյումը։ Տեսնում էր ծուռ փողկապը։ Տեսնում էր աղքատությունը, որը նա կրում էր ստվերի պես։ 40 րոպե ընդհատումներով ներկայացումից հետո Գագիկը հասավ ամենանուրբ մասին։ Որպեսզի ներդրումն իմաստ ունենա, անհրաժեշտ կլինի կառուցվածքային փոփոխություններ իրականացնել կառավարման մեջ։ Ավելի թափանցիկ կառավարում։ Եռամսյակային անկախ աուդիտ։ Արտաքին խորհրդատվական խորհուրդ։ Մարիամը ձեռքի ափով ուժգին հարվածեց սեղանին։
Դու ինձ ասում ես, թե ինչպես ղեկավարեմ իմ ընկերությունը։ Ոչ, պատասխանեց Գագիկը։ Ես ասում եմ դրանում ներդրում կատարելու պայմանները։ Քո պայմանները ծիծաղելի են։ Քո վերլուծությունը սիրողական է։ Քո խորհրդատուները անգրագետ են։ Իսկ դու, անկեղծ ասած, հասուն չես այս սենյակում լինելու համար։ Գագիկը դանդաղ հավաքեց փաստաթղթերը, դնելով դրանք կաշվե պայուսակի մեջ։ Դեռ ոչ մի վիրավորական բան չէր ասել։ Դեռ չէր պատասխանել։ Բայց նրա աչքերում ինչ-որ բան փոխվեց։ Ասես մի որոշում էր կայացվել, լուր անդառնալի։ Մարիամը շարունակեց. Դու հայտնվում ես այստեղ հագնված մուրացկանի պես, կարծելով, թե կարող ես հրամաններ տալ։ Ուզում ես իմանալ, ինչ եմ մտածում։ Կարծում եմ, բախտդ բերել է։ Շատ է բերել։ Եվ հիմա գործարար ես խաղում։ Բայց սա իրական աշխարհն է, տղաս։ Այստեղ հրամայում է նա, ով կառուցել է, ով աշխատել է, ով անուն, ավանդույթ, պատմություն ունի։ Ոչ թե նա, ով ամեն ինչ պատրաստի է ստացել։ Գագիկը փակեց պայուսակը։ Կարող եմ մի քանի րոպեով դուրս գալ։ Պետք է զանգ կատարեմ։ Մարիամը արհամարհանքով գլխով արեց։ Համեցիր։ Ի դեպ, օգտվիր առիթից զանգիր ծնողներիդ։ Հարցրու, գիտեն, թե որտեղ ես։ Գագիկը դուրս եկավ սենյակից, առանց պատասխանելու։ Միջանցքում քայլեց դեպի համայնապատկերային պատուհանը, որը նայում էր քաղաքին։ Ներքում երանը եռում էր։ Մեքենաները շարժվում էին մրջյունների պես, մարդիկ վազում էին այս ու այն կողմ, կյանքը շարունակվում էր կատաղի ռիթմով։ Նա հիշեց, թե երբ էր ապրում այնտեղ, ներքում։ Երբ քնում էր մայթերին։ Երբ սոված էր մնում։ Երբ ոչինչ չուներ, բացի հույսից։ Գրպանից հանեց հեռախոսը։ Դա բարդ սարք չէր։ Պարզ էր, ֆունկցիոնալ։ Հավաքեց անգիր իմացած համարը։ Մյուս կողմից մի ձայն պատասխանեց։ Գագիկն ասաց ընդամենը մեկ նախադասություն, կարճ ուղիղ. 8.3 Ի կատար ածել հիմա։ Մյուս կողմի ձայնը վարանեց։ Վստահ ես, Գագիկ։ Դա անդառնալի է։ Վստահ եմ։ Դադար եղավ։ Հետո, հոգոց։ Հասկանալի է։ Կկատարվի 15 րոպեից։ Գագիկն անջատեց։ Հեռախոսը դրեց գրպանը։ Մի քանի ակնթարթ էլ նայեց պատուհանից, ասես ուզում էր այդ պահը դաջել հիշողության մեջ։ Հետո վերադարձավ ժողովների սրահ։ Մարիամը զրուցում էր երկու տնօրենների հետ, ինչ-որ բանից ծիծաղելով։ Երբ Գագիկը ներս մտավ, նա նույնիսկ չնայեց նրան։ Լուծեցի՞ր այն, ինչ պետք էր։ Հեգնանքը ակնհայտ էր նրա ձայնում։ Այո, լուծեցի։ Շնորհակալություն։ Ժողովը շարունակվեց։ Մարիամը ներկայացրեց ընկերության լավատեսական կանխատեսումները, խոսեց նոր պայմանագրերի, ռազմավարական գործընկերությունների, փայլուն ապագայի մասին։ Ամեն ինչ կարծես կարգավորված էր։ Նա վստահ էր։ Կարծում էր, որ տիրապետում է իրավիճակին։ Որ այդ տղային իր տեղն է ցույց տվել։ Հենց այդ ժամանակ բջջային հեռախոսները սկսեցին թրթռալ։ Սկզբում Ռուբենինը, ֆինանսական տնօրենինը։ Նա նայեց էկրանին, գունատվեց։ Աթոռից վեր թռավ, ասես էլեկտրական հարված էր ստացել։ Ներողություն, ես պետք է պատասխանեմ սրան։ Մարիամը գնճռոտեց ճակատը։ Ինչ է պատահել։ Նախքան նա կհասցներ պատասխանել, մեկ այլ հեռախոս թրթռաց։ Եվ մեկ ուրիշը։ Եվ մեկ ուրիշը։ Վայրկյանների ընթացքում բոլոր գործադիր տնօրենները սարսափի արտահայտությամբ նայում էին իրենց էկրաններին։ Գործառնությունների տնօրեն Պողոս Վարդանյանը պատասխանեց զանգին։ Նրա ձայնը դողում էր։ Ինչպես թե հետ է կանչել։ Ամբողջը։ Երբ։ Մարիամը զգաց, թե ինչպես ստամոքսը շուռ եկավ։ Ինչ է կատարվում։ Ռուբենը հեռախոսը դրեց սեղանին, լայն բացված աչքերով նայեց նրան։ Հիմնադրամը հետ է կանչել կապիտալը։ 3 միլիարդ 100 միլիոն։ Հենց նոր ամեն ինչ իրացրել են։ Արյունը փախավ Մարիամի դեմքից։ Նա նայեց Գագիկին։ Նա հանգիստ նստած էր, ձեռքերը խաչած կաշվե պայուսակի վրա, դեմքը խաղաղ։
Դու չես կարող դա անել, ասաց նա, բայց ձայնը թույլ դուրս եկավ, գրեթե աղաչական։ Գագիկը նայեց նրան։ Կարող եմ։ Պայմանագրում գրված է։ Ձեր իրավաբանական թիմը ստորագրել է։ 8.3 Փաստաթղթավորված խտրական վարքագիծը թույլ է տալիս կապիտալի անհապաղ հետկանչ, առանց նախնական ծանուցման, առանց տուգանքների, առանց վերաբանակցության իրավունքի։ Մարիամը ոտքի կանգնեց, ոտքերը դողում էին։ Սա խելագարություն է։ Դու պատրաստվում ես ընկերությունը կործանել մի ձեռքսեղմման պատճառով։ Գագիկը մատնացույց արեց սենյակի անկյունում գտնվող տեսախցիկը։ Դա ձեռքսեղմման պատճառով չէ։ Դա այն ամենի պատճառով է, ինչ հետեց դրան։ Յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր ընդհատում, յուրաքանչյուր նվաստացում, ամեն ինչ ձայնագրված է, ամեն ինչ փաստաթղթավորված է։ Ձեր ընկերությունը ստիպված է եղել տեղադրել այս տեսախցիկները։ Ստիպված է եղել ձայնագրել բոլոր ժողովները։ Դուք ինքներդ եք տրամադրել ապացույցները։ Բջջային հեռախոսները շարունակում էին թրթռալ։ Լուրերը հասնում էին մեկը մյուսի հետից։ Շուկաները արձագանքում էին։ Ավագյան շին-ի բաժնետոմսերը կտրուկ ընկնում էին։ Բանկերը չեղարկում էին վարկային գծերը։ Մատակարարները դադարեցնում էին պայմանագրերը։ Օտարերկրյա ներդրողները հետ էին կանգնում։ Մարիամը փորձեց մոտենալ Գագիկին, բայց սայթաքեց։ Տնօրեններից մեկը բռնեց նրա թից, բայց նա պոկվեց։ Սա չի կարող տեղի ունենալ։ Բայց տեղի էր ունենում։ Եվ հետդարձի ճանապարհ չկար։ Կապիտալի հետկանչից հետո առաջին 6 ժամը արթմնի մղձավանջ էր ավագյան շին-ի բոլոր աշխատակիցների համար։ Ընդունարանի հեռախոսը չէր դադարում զնգալ։ Լրագրողները հաստատում էին ուզում։ Ներդրողները բացատրություններ էին պահանջում։ Վախեցած աշխատակիցները երաշխիքներ էին խնդրում։ Ամբողջ շենքը թրթռում էր քաոսային էներգիայով, ինչպես խորտակվող նավ, որի անձնակազմը հուսահատ վազում է, փրկամակույկներ փնտրելով։ Գագիկը շենքից դուրս եկավ կողային մուտքով, խուսափելով գլխավոր նախասրահում արդեն սկսվող իրարանցումից։ Հարցազրույցներ չտվեց։ Հայտարարություններ չարեց։ Պարզապես քայլեց դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղ մի զուսպ վարորդ սպասում էր նրան սովորական արծաթագույն սեդանով, առանց շքեղության։ Տուն վերադառնալու ճանապարհին Գագիկը նայում էր պատուհանից, դիտելով քաղաքը, որն իրեն այնքան անգամ ընդունել մերժել էր։ Երանն այդպիսին էր։ Հսկայական անտարբեր ընդունակ մարդկանց բարձրացնել աշխարհի գագաթը կամ ճզմել նրանց, մինչ ոչինչ չմնա, բացի փոշուց։ Նա ճանաչում էր այդ մետաղադրամի երկու կողմերը։ Տունը, որտեղ նա ապրում էր, գտնվում էր Արաբկիրի հանգիստ թաղամասերից մեկում, հեռու երկնաքերերից ֆինանսական կենտրոնի եռուզեռից։ Դա առանձնատուն չէր։ Մի հարկանի, պարզ տուն էր, առջում այգիով ցածր պարիսպներով։ Արամի այրին Անահիտ Մանուկյանը պնդել էր, որ Գագիկն իր հետ ապրի, երբ ամեն ինչ փոխվեց։ Նա 68 տարեկան էր, սպիտակ մազերը հավաքված թույլ կոկոնի մեջ, կնճռոտ ձեռքերը թեթակի դողում էին, երբ բռնում էր թեյի բաժակը։ Երեխաներ չուներ։ Արամը եղել էր նրա կյանքի սերը, երբ նա մահացավ, թողնելով ողջ հարստությունը մի տղայի, որին ճանաչել էր փողոցում, Անահիտը կարող էր վիճարկել։ Կարող էր դատարանում պայքարել։ Բայց չպայքարեց։ Ընդհակառակը։ Ընդունեց Գագիկին, ասես նա լիներ թոռը, որը երբեք չէր ունեցել։ Երբ Գագիկը տուն մտավ, Անահիտին գտավ խոհանոցում, ճաշ պատրաստելիս։ Համեմված բրնձի կրակի վրա եփվող լոբու հոտը լցրել էր սենյակը։ Նա շրջվեց, լսելով նրան, ժպտաց, բայց ժպիտը տատանվեց, երբ տեսավ տղայի դեմքի արտահայտությունը։ Ինչ-որ բան է պատահել։ Գագիկը պայուսակը դրեց սեղանին նստեց։ Ակտիվացրի 8.3-ը։ Անահիտն անջատեց կրակը, ձեռքերը սրբեց գոգնոցով նստեց նրա կողքին։ Վստահ ես, որ անհրաժեշտ էր։ Նա ասաց, որ իմ նման մարդկանց ձեռք չի սեղմում։ Անահիտը փակեց աչքերը հոգոց հանեց։ Գիտեր, որ Գագիկը խորը, անտեսանելի սպիներ էր կրում, այնպիսիք, որոնք ոչ մի գումար չէր կարող բուժել։ Գիտեր նա, որ նա տարբեր էր։ Որ նա երբեք չէր օգտագործի իր ուժը, առանց պատճառի որևէ մեկին վնասելու համար։ Եթե ակտիվացրել էր այդ կետը, ուրեմն ինչ-որ շատ լուրջ բան էր տեղի ունեցել։ Հիմա ինչ ես անելու։ Գագիկը թոթվեց ուսերը։
Ոչինչ։ Արդեն արված է։ Բայց Անահիտը տղային բավական լավ էր ճանաչում, իմանալու համար, որ դա նրան ցավեցնում էր։ Նա վրեժ խնդիր չէր։ Պարզապես մեկն էր, ով սովորել էր պաշտպանվել։ Եվ պաշտպանությունը երբեմն գալիս էր հեռավորության տեսքով։ Մինչդեռ քաղաքի մյուս ծայրում քաոսը վերջնականապես հաստատվեց Ավագյան Շինի գլխամասային գրասենյակում։ Մարիամը փակվել էր իր գրասենյակում, վերջին հարկում, հուսահատ փորձելով զանգեր կատարել։ Բանկեր, ներդրողներ, գործընկերներ։ Ոչ ոք չէր պատասխանում։ Նրանք, ովքեր պատասխանում էին, սառն էին, խուսափողական, մրմնջում էին պատրվակներ արագ անջատում։ Նրա հայրը, Էդուարդ Ավագյանը, շենք հասավ լուրի պայթելուց 1 ժամ անց։ Նա 72 տարեկան էր, մազերը լրիվ սպիտակ, կեցվածքը դեռ վեհ, չնայած տարիքին։ Նա էր կառուցել կայսրության մեծ մասը, նա էր պապի փոքրիկ շինարարական ընկերությունը վերածել ոլորտի հսկայի։ Եվ հիմա, այն ամենը, ինչ նա կառուցել էր, փլուզվում էր։ Էդուարդը մտավ Մարիամի գրասենյակ, առանց թակելու։ Ինչ ես արել։ Մարիամը մեջքով կանգնած էր, նայելով պատուհանից, ձեռքերը խաչած կրծքին։ Ես ոչինչ չեմ արել։ Այդ տղան էր։ Նա ամեն ինչ սաբոտաժի ենթարկեց։ Այդ տղան Գագիկ Սարգսյանն էր։ Էդուարդը ճանաչում էր անունը։ Ճանաչում էր պատմությունը։ Եվ ճանաչում էր նա 8.3-ը, որովհետև նա էր զգուշացրել Մարիամին դրա մասին, երբ ստորագրում էին պայմանագիրը։ Նա զգուշացրել էր։ Ասել էր, որ զգույշ լինի։ Բայց Մարիամը չէր լսել։ Երբեք չէր լսում։ Դու նրան նվաստացրել ես, այնպես չէ, ասաց Էդուարդը, ձայնը ծանր հիասթափությունից։ Մարիամը գտրուկ շրջվեց։ Նա հայտնվեց մուրացկանի պես հագնված։ Պատրված կոստյումով։ Սպասում էիր, որ ես նրան հավասարի պես կվերաբերվեի։ Սպասում էի, որ դու նրան հարգանքով կվերաբերվեիր։ Նա վերահսկում է 3 միլիարդ դրամ։ Իսկ դու նրան վերաբերվեցիր այնպես, ասես նա ոչինչ լիներ։ Որովհետև նա ոչինչ է։ Փողոցի մի տղա, որի բախտը բերել է։ Էդուարդը քայլեց դեպի սեղանը, ձեռքերը հենեց ապակե մակերեսին, նայեց նրան։ Գիտես, որն է քո խնդիրը, Մարիամ։ Դու կարծում ես, որ աշխարհը քեզ ինչ-որ բան է պարտական։ Կարծում ես, որ ծնվել ես գագաթին, ոչ ոք չի կարող բարձրանալ այնտեղ։ Բայց աշխարհն այդպես չի աշխատում։ Երբեք չի աշխատել։ Մարիամը զգաց, թե ինչպես արցունքներն այրեցին աչքերը, բայց թույլ չտվեց, որ թափվեն։ Չէր լացելու։ Թուլություն ցույց չէր տալու։ Ես կուղեմ սա։ Այլ ներդրողներ կգտնեմ։ Կփրկեմ ընկերությունը։ Էդուարդը դանդաղ օրորեց գլուխը։ Չես փրկի։ Բաժնետոմսերն ընկել են 32%-ով 6 ժամում։ Բանկերն արդեն կասեցրել են վարկային գծերը։ Մատակարարները չեղարկում են պայմանագրերը։ Եվ գիտես, որն է ամենավատը։ Ձայնագրությունն արդեն արտահոսել է։ Ինչպես թե արտահոսել է։ Էդուարդը վերցրեց հեռախոսը, ցույց տվեց նրան էկրանը։ Տեսանյութ էր։ Որակը լավն էր։ Ամեն ինչ երում էր։ Մարիամը հրաժարվում է ձեռքսեղմումից։ Մարիամն ընդհատում է Գագիկին։ Մարիամը ծաղրում է նրա վերլուծությունները։ Նվաստացման յուրաքանչյուր վայրկյանը, փաստաթղթավորված այժմ շրջանառվող համացանցում։ Սոցիալական ցանցերը պայթեցին։ Հեշթեգներ ստեղծվեցին։ Տեսանյութը հազարավոր անգամներ տարածվեց մի քանի ժամում։ Լրագրողները վերլուծում էին յուրաքանչյուր կադր։ Մեկնաբանները բանավիճում էին ուղիղ եթերում։ Հասարակական կարծիքը բաժանված էր։ Ոմանք պաշտպանում էին Մարիամին, ասելով, որ նա իրավունք ուներ վրդովվելու Գագիկի ոչ պատշաճ տեսքից պաշտոնական հանդիպմանը։ Բայց մեծամասնությունը զայրացած էր։ Նրա ժեստի մեջ տեսնում էին այն ամենը, ինչ սխալ էր հայկական էլիտայի հետ։ Նախապաշարմունքը, ամբարտավանությունը, արամարանքը նրանց նկատմամբ, ովքեր ներքից էին գալիս։ Մինչ թվային փոթորիկը մեծանում էր, Գագիկը փորձում էր նորմալ կյանք վարել։ Հաճախում էր դասերի մասնավոր դպրոցում, որտեղ սովորում էր կրթաթոշակով, որն ինքն էր վճարում անապահով համայնքների 20 այլ աշակերտների համար։
Համադասարանցիները գիտեին, որ նա գումար ունի, բայց գաղափար չունեին մասշտաբի մասին։ Նա չէր ցուցադրում։ Հագնում էր նույն համազգեստը, ինչ բոլորը, տանից ուտելիք էր բերում ճաշին, նստում էր դասարանի վերջում հազվադեպ էր խոսում։ Նա ընկերուհի ուներ։ Կարինե Քոչարյան։ 15 տարեկան, գանգուր մազերը միշտ հավաքված բարձր պոչիկով, արտահայտիչ շագանակագույն աչքեր, հեշտ ժպիտ։ Նա սովորում էր նույն դասարանում, ինչ Գագիկը, նախորդ տարվանից։ Չգիտեր, թե ով է նա իրականում։ Նրա համար Գագիկը պարզապես լուռ տղա էր, ով բոլորին օգնում էր մաթեմատիկայից երբեք ոչնչից չէր բողոքում։ Հենց Կարինեն ցույց տվեց նրան տեսանյութը դասամիջոցին։ Այն իր հեռախոսի մեջ էր, որը նա բռնել էր թեթակի դողացող ձեռքերով։ Գագիկ, տեսել ես սա։ Մի տղա կա, որ քեզ է նման։ Գագիկը նայեց էկրանին։ Տեսավ իրեն ժողովների սրահում։ Տեսավ Մարիամին, որը հրաժարվում էր ձեռքսեղմումից։ Տեսավ ամեն ինչ։ Զգաց, թե ինչպես ստամոքսը շուռ եկավ, բայց դեմքը չեզոք պահեց։ Իսկապես նման է, ասաց նա, վերադարձնելով հեռախոսը։ Բայց Կարինեն հիմար չէր։ Նա նայեց նրան, հետո տեսանյութին, հետո նորից նրան։ Գագիկ, այդ տղան դու ես։ Նա վարանեց։ Մտածեց ստել։ Բայց Կարինեն արժանի էր ճշմարտությանը։ Այո։ Նրա աչքերը լայն բացվեցին։ Դու ես այն տղան, որը կործանեց Ավագյան շինը։ Ես ոչինչ չեմ կործանել։ Պարզապես հետ եմ կանչել իմ ներդրումը։ Կարինեն նստեց նրա կողքի նստարանին, մարսելով տեղեկությունը։ Ուրեմն դու իսկապես ունես այդքան գումար։ Այդ ամենը ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչու երբեք չես պատմել։ Գագիկը նայեց դպրոցի բակին, որտեղ մյուս աշակերտները գնդակ էին խաղում, զրուցում, ծիծաղում։ Որովհետև այստեղ ես ուղղակի Գագիկն եմ։ Չեմ ուզում դրանից ավելին լինել։ Կարինեն մի պահ լուռ մնաց։ Հետո ձեռքը դրեց նրա ուսին։ Դու դեռ ուղղակի Գագիկն ես։ Գումար ունենալը չի փոխում, թե ով ես դու։ Բայց փոխում է, թե ինչպես են մարդիկ ինձ տեսնում։ Ինձ համար, ոչ։ Եվ այդ պահին Գագիկը զգաց մի բան, որը վաղուց չէր զգացել։ Պատկանելություն։ Ոչ թե գումարի պատճառով, այլ իսկական ընկերության պատճառով, որը կառուցվել էր առանց շահի, առանց ակնկալիքների, առանց դիմակների։ Մինչդեռ Մարիամի իրավիճակը վատանում էր ամեն ժամ։ Ընկերությունը ազատ անկման մեջ էր։ Աշխատակիցները հրաժարական էին տալիս։ Հաճախորդները չեղարկում էին պայմանագրերը։ Ավագյան շինի հեղինակությունը, որը կառուցվել էր տասնամյակների ընթացքում, ռեկորդային արագությամբ ոչնչանում էր։ Հաջորդ առավոտ Էդուարդը վարչական խորհրդի արտակարգ նիստ հրավիրեց։ Ներկա էին բոլոր հիմնական բաժնետերերը, ներառյալ կենսաթոշակային հիմնադրամների, բանկերի ինստիտուցիոնալ ներդրողների ներկայացուցիչները։ Սենյակում լարվածություն կար։ Բոլորը գիտեին, թե ինչն էր դրված խաղասեղանին։ Էդուարդը խոսք վերցրեց։ Մենք պետք է որոշում կայացնենք։ Ընկերությունը կործանման եզրին է։ Բաժնետոմսերը կտրուկ ընկել են։ Մենք կորցրել ենք վստահությունը։ Եվ այս ամենը տեղի ունեցավ խուսափելի սխալի պատճառով։ Մարիամը նստած էր սեղանի հակառակ ծայրին, դեմքը գունատ, շուրթերը սեղմված բարակ գծի մեջ։ Փորձեց պաշտպանվել։ Դա սխալ չէր։ Դա թակարդ էր։ Այդ տղան եկել էր այստեղ մեզ ոչնչացնելու։ Բաժնետերերից մեկը, Հայկ Սամվելյանը, ներդրումային հիմնադրամի սեփականատերը, ընդհատեց նրան։ Նա եկել էր այստեղ ներդրում կատարելու։ Դուք եք նրան նվաստացրել։ Ես տեսել եմ ձայնագրությունը։ Բոլորն են տեսել։ Մեկ այլ բաժնետեր, Լուսինե Մելիքյանը, բանկի ներկայացուցիչը, համաձայնեց։ 8.3-ը պայմանագրում կար։ Մենք բոլորս գիտեինք։ Ձեզ զգուշացրել էին։ Եվ այնուամենայնիվ, դուք անհարգալից վարվեցիք։ Մարիամը զգաց, թե ինչպես է օղակը սեղմվում։ Փորձեց փոխել մարտավարությունը։ Կարող ենք դատի տալ։ Պնդել վատ հավատ, պայմանագրի խախտում։ Էդուարդը գլուխը թափ տվեց։ Դատի տալուց չկա։ Պայմանագիրը զրահապատ է։ Եվ ավելի վատ, եթե դատի տանք, մամուլն ավելի շատ զինամթերք կունենա։
Մենք կերանք ոչ միայն ամբարտավան, այլ վրեժ խնդիր։ Ապա ինչ եք ուզում, որ ես անեմ, հարցրեց Մարիամը, ձայնը բարձրանալով։ Հայկը սառնորեն պատասխանեց. Մենք ուզում ենք ձեր հրաժարականը։ Հաջորդած լռությունը կապարի պես ծանր էր։ Մարիամը նայեց սեղանի շուրջ, աջակցություն փնտրելով։ Բայց գտավ։ Միայն կոշտ, վճռական հայացքներ։ Նույնիսկ հայրը խուսափեց հայացքից։ Դուք ինձ եք մեղադրում ամեն ինչի համար։ Այդպես է։ Մենք ձեզ պատասխանատու ենք դարձնում ձեր գործողությունների համար, հանգիստ ասաց Լուսինեն։ Դուք նախագահն եք։ Պատասխանատվությունը ձերն է։ Մարիամը կտրուկ ոտքի կանգնեց, աթոռը քսվեց հատակին։ Ես միլիարդների նախագծեր եմ կառուցել։ Պայմանագրեր եմ կնքել, որոնք ոչ ոք հնարավոր չէր համարում։ 3 անգամ փրկել եմ այս ընկերությունը սնանկությունից։ Եվ հիմա ուզում եք ինձ դուրս շպրտել։ Էդուարդը վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր տխրությամբ։ Դու չես փրկել ընկերությունը։ Դու այն պահել ես աշխատող վիճակում։ Բայց երբեք չես սովորել ղեկավարել խոնարհությամբ։ Եվ հիմա մենք բոլորս վճարում ենք դրա գինը։ Մարիամը զգաց, որ ոտքերը դողում են։ Նայեց հորը, այն մարդուն, ով միշտ եղել էր իր հերոսը, իր օրինակը, իր հենարանը։ Եվ տեսավ հիասթափություն։ Տեսավ հոգնածություն։ Տեսավ հանձնվել։ Նա դուրս եկավ սենյակից, առանց այլս ոչինչ ասելու։ Քայլեց մարմարե միջանցքով, որն անգիր գիտեր, անցավ ընդունարանի կողքով, որտեղ աշխատակցուհիները խուսափում էին հայացքից, վերցրեց անձնական վերելակը մինչ ավտոկայանատեղի։ Նստեց ներմուծված մեքենան, փակեց դուռը, վերջապես թույլ տվեց, որ արցունքները թափվեն։ Լացեց այն ամենի համար, ինչ կորցնում էր։ Լացեց ընկերության համար։ Լացեց հեղինակության համար։ Լացեց հոր հետ հարաբերությունների համար։ Բայց ոչ մի պահ չլացեց այն տղայի համար, որին նվաստացրել էր։ Դեռ չէր հասկանում։ Դեռ կարծում էր, որ ինքն է զոհը։ 3 օր անց լուրը պաշտոնական դարձավ։ Մարիամ Ավագյանը հրաժարական տվեց Ավագյան Շին-ի նախագահի պաշտոնից։ Մամուլին տարածված հաղորդագրության մեջ խոսվում էր անձնական որոշման, նոր մարտահրավերների որոնման, նորացման անհրաժեշտության մասին։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Նրան ստիպել էին հեռանալ։ Էդուարդը ժամանակավորապես ստանձնեց նախագահությունը, փորձելով կանգնեցնել արյունահոսությունը։ Կտրուկ կրճատումներ արեց։ Վերաբանակցեց պարտքերը։ Նոր ներդրողներ փնտրեց։ Բայց վստահությունը խարխլված էր։ Ապրանքանիշը արատավորված էր։ Եվ նման բան վերականգնելը տարիներ կպահանջեր, եթե ընդհանրապես հնարավոր լիներ։ Մինչդեռ Գագիկը շարունակում էր իր առօրյան։ Գնում էր դպրոց։ Ճաշում էր Անահիտի հետ։ Օգնում էր Կարինեին տնային աշխատանքներով։ Համակարգչային խաղեր էր խաղում։ Անում էր այն ամենը, ինչ պետք է աներ 12 տարեկան տղան։ Բայց գիշերը պառկած անկողնում, նայելով պարզ սենյակի առաստաղին, մտածում էր, թե ինչ է տեղի ունեցել։ Չէր զղջում։ Այդ կետը հենց դրա համար էր գոյություն ունեցել։ Պաշտպանելու նրան այն մարդկանցից, ովքեր դատում էին նրան արտաքինով, ովքեր անհարգալից էին վերաբերվում նրա ծագման պատճառով։ Բայց հաճույք չէր զգում։ Հաղթանակ չէր զգում։ Զգում էր միայն հոգնածություն։ Անահիտը թակեց դուռը, ներս մտավ, բերելով մի բաժակ տաք կաթ մեղրով։ Նստեց անկողնու եզրին։ Ուզում ես զրուցել։ Գագիկը նստեց, վերցրեց բաժակը, մի կում խմեց։ Երբեմն մտածում եմ, արդյոք պարոն Արամը ճիշտ ընտրություն կատարեց, ամեն ինչ ինձ թողնելով։ Անահիտը քնքշորեն ժպտաց։ Արամը ոչինչ պատահական չէր անում։ Նա քո մեջ ինչ-որ բան տեսավ։ Մի բան, որը նույնիսկ դու ինքդ չես տեսնում։ Ինչ։ Բարություն։ Չնայած այն ամենին, ինչի միջով անցել ես, դու դեռ բարություն ունես։ Եվ դա, սիրելիս, ավելի հազվադեպ է, քան ցանկացած հարստություն։ Բայց ես մի ընկերություն կործանեցի։ Շատ մարդկանց ստիպեցի կորցնել իրենց աշխատանքը։ Դու ոչինչ չես կործանել։ Դու պարզապես պաշտպանվել ես։ Ընկերությունն ինքն իրեն կործանեց տարիների ամբարտավանության, վատ կառավարման, անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Դու ընդամենը կայծն էիր։ Ոչ թե պատճառը։
Գագիկը վերջացրեց կաթը, վերադարձրեց բաժակը։ Հուսով եմ, դու ճիշտ ես։ Ճիշտ եմ։ Եվ գիտես, ինչպես գիտեմ։ Որովհետև Արամը նույնպես անցել է դրա միջով։ Նրան նույնպես դատել են։ Նրան նույնպես նվաստացրել են։ Եվ այնուամենայնիվ նա երբեք չի կորցրել իր մարդկայնությունը։ Հենց դա է նա տեսել քո մեջ։ Նույն ուժը։ Նույն արժանապատվությունը։ Անահիտը համբուրեց Գագիկի ճակատը, դուրս եկավ սենյակից, դուռը կիսաբաց թողնելով։ Գագիկը նորից պառկեց, բայց ուշ քնեց։ Մտածեց Արամի մասին։ Մտածեց այն օրվա մասին, երբ ճանաչել էր նրան, 7 տարի առաջ, երբ ընդամենը 5 տարեկան էր։ Երեկո էր մոտենում։ Գագիկը նստած էր Մաշտոցի պողոտայի մայթին, ձեռքին պլաստիկ բաժակ, որով ողորմություն էր խնդրում։ Սոված էր։ Մրսում էր։ Վախենում էր։ Տեսավ մի կոստյումով պարոնի, որն արագ քայլում էր, վստահ, վճռական քայլերով։ Հանկարծ տղամարդը կանգնեց, ձեռքը տարավ կրծքին սայթաքեց։ Գագիկը տեսավ, թե ինչպես նա ծնկի իջավ գետնին։ Մարդիկ անցնում էին շուրջը, ոմանք նայում էին, բայց ոչ ոք չէր կանգնում։ Բոլորը շտապում էին։ Բոլորն իրենց խնդիրներն ունեին։ Բայց Գագիկը չէր կարող անշարժ մնալ։ Վազեց դեպի տղամարդը, բռնեց նրա ձեռքը, զգաց, թե ինչպես է այն դողում։ Օգնության կանչեց։ Ոչ ոք չէր գալիս։ Ապա վազեց մոտակա սրճարան, ջուր խնդրեց, վազելով վերադարձավ։ Տղամարդը խմեց, խորը շունչ քաշեց, շնորհակալություն հայտնեց։ Շտապօգնությունը հասավ րոպեներ անց։ Տարան տղամարդուն։ Գագիկը մնաց այնտեղ, նորից մենակ, չիմանալով, թե ինչ է պատահել, չիմանալով, որ այդ ժեստը կփոխեր իր կյանքը ընդմիշտ։ 2 շաբաթ անց մի մեքենա կանգնեց այն վայրի դիմաց, որտեղ Գագիկը սովորաբար մնում էր։ Իջավ նույն տղամարդը։ Արամ Մանուկյանը։ Նա փնտրել էր տղային։ Օրեր էր ծախսել, փորձելով գտնել նրան։ Եվ երբ գտավ, առաջարկեց մի բան, որը ոչ ոք երբեք չէր առաջարկել։ Ընտանիք։ Տուն։ Հնարավորություն։ Գագիկն ընդունեց, կիսով չափ կասկածամիտ, կիսով չափ հուսադրված։ Անահիտը տղային ընդունեց բաց գրկով։ Նրան սենյակ տվեց։ Ուտելիք։ Հագուստ։ Գորովանք։ Իսկ Արամը հաջորդ 3 տարիների ընթացքում նրան ամեն ինչ սովորեցրեց։ Բիզնեսի մասին։ Ներդրումների մասին։ Հարգանքի մասին։ Արժանապատվության մասին։ Երբ Արամը մահացավ, ամեն ինչ փաստաթղթավորված թողեց։ Զրահապատ կտակ։ Վստահելի թիմ։ Պատրաստված կառույց։ Եվ մի նամակ Գագիկին, որը նա կարդում էր ամեն անգամ, երբ պետք էր հիշել, թե ով է ինքը։ Նամակում ասվում էր. Գագիկ, դու ինձ փրկեցիր, երբ ոչ ոքի չէր հետաքրքրում։ Ոչ թե պարտականությունից դրդված։ Ոչ թե շահից դրդված։ Այլ որովհետև դու մաքուր սիրտ ունես։ Հուսով եմ, երբեք չես կորցնի դա։ Գումարը ընդամենը գործիք է։ Օգտագործիր այն կառուցելու, ոչ թե ոչնչացնելու համար։ Եվ միշտ հիշիր, իսկական ուժը ոչ թե նրանում է, թե որքան ունես, այլ նրանում, թե ինչպես ես այն օգտագործում։ Գագիկը նամակը պահում էր անկողնու կողքի դարակում։ Երբեմն վերընթերցում էր։ Երբեմն պարզապես գիտեր, որ այն այնտեղ է, դա բավական էր։ 2 շաբաթ անցավ Մարիամի հրաժարականից, բայց թեման շարունակում էր գերիշխել լրահոսում։ Դեպքը դարձել էր ազգային ֆենոմեն։ Համալսարանները իրավիճակը ներառեցին բիզնես էթիկայի վերաբերյալ դեպքերի ուսումնասիրության մեջ։ Հոգեբանները վերլուծում էին վարքագիծը հեռուստահաղորդումներում։ Փաստաբանները բանավիճում էին իրավական հետանքների շուրջ։ Իսկ սոցիալական ցանցերում տեսանյութը շարունակում էր տարածվել, մեկնաբանվել, կադր առ կադր քննարկվել։ Գագիկը փորձում էր հեռու մնալ այս ամենից։ Լուրեր չէր կարդում։ Սոցիալական ցանցեր չէր մտնում։ Հարցազրույցներ չէր տալիս, նույնիսկ երբ տասնյակ լրագրողներ ամեն օր փորձում էին կապ հաստատել։ Ուզում էր պարզապես նորից անտեսանելի դառնալ։ Բայց անտեսանելիությունը շքեղություն է, որը միլիարդատերերը հազվադեպ են ունենում։ Դպրոցում իրավիճակը բարդացավ։ Սկզբում համադասարանցիները փորձում էին պահպանել նորմալությունը։
Բայց կամաց ամեն ինչ փոխվեց։ Ոմանք սկսեցին նրան այլ կերպ վերաբերվել։ Հանկարծ ուզում էին նրա ընկերները լինել։ Օգնություն էին առաջարկում, որի կարիքը նա չուներ։ Հարցեր էին տալիս գումարի, ներդրումների, նրա տան մասին։ Գագիկը զգում էր հայացքների, ակնկալիքների, չհայտարարված մտադրությունների ծանրությունը։ Կարինեն նկատեց փոփոխությունը։ Տեսնում էր, թե ինչպես է Գագիկը դառնում ավելի ու ավելի լուռ, ավելի փակ, ավելի հեռու։ Մի օր, ճաշի ժամանակ, երբ նրանք մենակ նստած էին բակում մի ծառի տակ, նա անդրադարձավ թեմային։ Դու փոխվել ես։ Գագիկն անհամ սենդվիչ էր ծամում։ Մտածում էի։ Ինչի՞ մասին։ Նրա մասին, թե ինչպես է ամեն ինչ փոխվում, երբ մարդիկ իմանում են, թե ով ես դու։ Կամ ավելի ճիշտ, ինչ ունես։ Կարինեն հոգոց հանեց։ Գիտես, ոչ բոլորն են այդպիսին։ Մարդիկ կան, որոնց դու ես հետաքրքիր, ոչ թե քո գումարը։ Գիտեմ։ Բայց այդ մարդիկ հազվադեպ են։ Ուրեմն գնահատիր նրանց, ովքեր հազվադեպ են։ Գագիկը նայեց նրան, իսկապես նայեց, տեսավ անկեղծություն շագանակագույն աչքերում։ Կարինեն տարբեր էր։ Միշտ էլ եղել էր։ Նա պարզ ընտանիքից էր։ Հայրը ավտոբուսի վարորդ էր։ Մայրն աշխատում էր որպես խոհարար ռեստորանում։ Կարինեն սովորում էր կրթաթոշակով, ինչպես Գագիկը նախքան իր ով լինելը բացահայտելը։ Նա հասկանում էր, թե ինչ է պայքարելը։ Հասկանում էր, թե ինչ է ջանքերով ինչ-որ բանի հասնելը։ Շնորհակալություն, ասաց Գագիկը, նրա դեմքին հայտնված ժպիտն անկեղծ էր։ Խնդրեմ։ Ընկերները դրա համար են։ Բայց հանգստությունը կարճ տեց։ Այդ երեկո, երբ Գագիկը տուն հասավ, դիմացը երկու անծանոթ մեքենա գտավ կայանված։ Մեկը սեր, մկեցված ապակիներով, նման նրանց, որոնք ոստիկանությունն էր օգտագործում։ Մյուսը սպիտակ էր, սովորական։ Սիրտը սկսեց արագ բաբախել։ Ինչ-որ բան այն չէր։ Մտավ դիմացի դռնով, լսեց ձայներ հյուրասենյակում։ Անահիտը նստած էր բազմոցին, ձեռքերը միահյուսված ծնկներին, դեմքը անհանգիստ։ Նրա կողքին երկու կոստյումով տղամարդ։ Մեկը ավելի մեծ էր, փորով, նոսր մազերով։ Մյուսը երիտասարդ էր, նիհար, ուշադիր հայացքով։ Գագիկ, Անահիտը ոտքի կանգնեց, տեսնելուն պես։ Այս պարոնները հատուկ քննչական ծառայությունից են։ Ուզում են մի քանի հարց տալ։ Ավելի մեծ տղամարդը ներկայացավ։ Քննիչ Ռենատ Սիմոնյան։ Սա գործակալ Ֆաբիո Կոստանյանն է։ Կարող ենք զրուցել։ Գագիկը գլխով արեց, զգալով, թե ինչպես է ստամոքսը շուռ գալիս։ Նստեց բազկաթոռին, կաշվե պայուսակը կողքին։ Ինչի՞ մասին։ Քննիչը բացեց մի թղթապանակ, հանեց մի քանի փաստաթուղթ։ Մենք հետաքննում ենք Ավագյան Շինդ-ի անօրինականությունները։ Կեղծ պայմանագրեր, պետական միջոցների յուրացում, փաստաթղթերի կեղծում։ Եվ մի հետաքրքիր բան ենք գտել։ Ցույց տվեց մի լուսանկար։ Մարիամն էր, պայմանագիր ստորագրելիս մի տղամարդու հետ, որին Գագիկը չէր ճանաչում։ Ամսաթիվը 3 տարի առաջվա էր։ Քննիչը շարունակեց։ Այս մարդը Ռոբերտ Փարսադանյանն է։ Նա 3 ձերբակալվել է կոռուպցիայի համար։ Եվ իր ցուցմունքում նշել է Մարիամ Ավագյանի անունը, որպես մի քանի սխեմաներում հանցակից։ Գագիկը չգիտեր, ինչ ասել։ Դա ինձ հետ կապ չունի։ Գիտենք։ Բայց մեզ պետք է ժողովի ձայնագրությունը։ Սենյակի տեսախցիկն ամեն ինչ արձանագրել է, այնպես չէ՞։ Մեզ պետք է բնօրինակ տեսանյութը, ոչ թե այն, որը շրջանառվում է համացանցում։ Բնօրինակը կարող է ապացույցներ պարունակել։ Բայց այդ ձայնագրությունը Ավագյան Շինդ-ինն է։ Ոչ թե իմը։ Գործակալ Ֆաբիոն առաջ թեքվեց։ Բայց դուք եք պահանջել ակտիվացնել .8.3-ը։ Դա նշանակում է, որ ձեր իրավաբանական թիմը պետք է ունենա ձայնագրության պատճենը։ Դա պայմանագրում կա։ Ցանկացած խտրական վարքագիծ պետք է փաստաթղթավորվի։ Գագիկը խորը շունչ քաշեց։ Պատճեն ուներ։ Նրա իրավաբանական թիմը միշտ ամեն ինչ պահում էր։ Դա պաշտպանություն էր։ Երաշխիք։ Բայց դա հանձնելը նշանակում էր էլ ավելի խորանալ այս ամբողջ խառնաշփոթի մեջ։ Անահիտը նրբորեն դիպավ նրա թին։
Գագիկ, եթե դա կարող է օգնել արդարադատությանը, գուցե դա է ճիշտը։ Նա նայեց նրան, այն կնոջը, որն իրեն ընդունել էր որպես թոռ, որը երբեք ոչինչ չէր խնդրել, որը միայն անվերապահ սեր էր տալիս։ Եվ հիշեց Արամի խոսքերը. «Օգտագործիր ուժը կառուցելու, ոչ թե ոչնչացնելու համար։ Կխնդրեմ իմ թիմին ուղարկել ամբողջական ձայնագրությունը»։ Քննիչը գոհունակությամբ գլխով արեց. «Շնորհակալություն։ Դա շատ կօգնի»։ Ոստիկանների հեռանալուց հետո Անահիտը թեյ պատրաստեց։ Նստեցին խոհանոցում մի քանի րոպե լուռ։ Հետո նա հարցրեց. «Լավ ես»։ «Հոգնած եմ»։ «Ինչի՞ց»։ «Ամեն ինչից։ Տարբեր լինելուց։ Այսպիսի որոշումներ կայացնելուց։ Ես ուղղակի ուզում էի նորմալ տղա լինել»։ Անահիտը բռնեց նրա ձեռքը սեղանի վրա։ «Դու նորմալ տղա ես»։ Արտասովոր պատասխանատվություններով։ «Բայց դա չի փոխում, թե ով ես դու ներսում։ Երբեմն կարծում եմ, որ փոխել է։ Երբեմն նայում եմ հայելու մեջ չեմ ճանաչում այն տղային, որն ապրում էր փողոցներում։ Եվ դա լավ է։ Դու մեծացել ես։ Հասունացել ես։ Բայց էությունը նույնն է մնացել։ Սիրտը նույնն է մնացել»։ Գագիկը սեղմեց նրա ձեռքը։ «Հուսով եմ»։ Մինչդեռ Մարիամը մեկ այլ աշխարհում էր։ Հրաժարականից հետո նա մեկուսացել էր։ Դադարել էր հեռախոսին պատասխանել։ Դադարել էր տնից դուրս գալ։ Ապրում էր կենտրոնում գտնվող պենթհաուսում, տեսարանով դեպի այգին, շրջապատված շքեղությամբ, որն այժմ անիմաստ էր թվում։ Հայրը մի քանի անգամ փորձել էր այցելել նրան, բայց նա դուռը չէր բացել։ Չէր ուզում ոչ ոքի տեսնել։ Չէր ուզում խորհուրդներ լսել։ Չէր ուզում խղճահարություն։ Պարզապես ուզում էր հասկանալ, թե ինչպես ամեն ինչ այդքան արագ փլուզվեց։ Հենց այդ ժամանակ հեռախոսը զանգեց։ Անծանոթ համար էր։ Սովորաբար նա չէր պատասխանի։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան սեղմել կանաչ կոճակը։ «Ալո»։ «Տիկին Ավագյան։ Ես փաստաբան Տիգրան Մելիքյանն եմ։ Ներկայացնում եմ Ռոբերտ Փարսադանյանին»։ Մարիամը զգաց, թե ինչպես արյունը սառեց։ Ռոբերտ Փարսադանյան։ Այն մարդը, որին ճանաչել էր տարիներ առաջ գործարարների խնջույքին։ Այն մարդը, որն առաջարկել էր պետական պայմանագրեր ստանալու հեշտ ճանապարհ։ Այն մարդը, որն այժմ բանտում էր։ «Ինչ եք ուզում»։ «Պետք է անձամբ խոսենք»։ «Շտապ է»։ «Ես խոսելու ոչինչ չունեմ»։ «Ունեք»։ «Որովհետև իմ հաճախորդը նշել է ձեր անունը։ Եվ եթե դուք չհամագործակցեք հետաքննության հետ, ձեզ համար շատ ավելի վատ կլինի»։ Մարիամն անջատեց հեռախոսը դողացող ձեռքերով։ Գնաց դեպի պատշգամբ, նայեց ներքում գտնվող քաղաքին, առաջին անգամ, երբ ամեն ինչ սկսվել էր, իսկական վախ զգաց։ Դա գումար կորցնելու վախ չէր։ Հեղինակություն կորցնելու վախ չէր։ Դա ազատությունը կորցնելու վախ էր։ Հաջորդ օրերին հատուկ քննչական ծառայության հետաքննությունը արագ առաջ գնաց։ Գագիկի թիմի տրամադրած ձայնագրության շնորհիվ քննիչները գտան ավելին, քան սպասում էին։ Ոչ միայն Մարիամի նախապաշարմունքի ապացույցներ, այլ սենյակի խոսափողների կողմից գրանցված կողմնակի խոսակցություններ։ Խոսակցություններ։ Ուռճացված գներով պայմանագրերի մասին։ Կաշառքների մասին։ Տարիներ տող սխեմաների մասին։ Մամուլը հասանելիություն ստացավ առաջին արտահոսքերին։ Վերնագրերը կործանարար էին։ Հեռացված գործադիր տնօրենը կոռուպցիոն սխեմայի կենտրոնում է։ Ավագյան Շին-ի նախկին նախագահը կարող է պատասխան տալ պետական միջոցների յուրացման համար։ Շինարարական կայսրությունը փլուզվում է սկանդալի ֆոնին։ Էդուարդ Ավագյանը փորձում էր զսպել վնասները, բայց արդեն ուշ էր։ Ընկերությունը, որը տասնամյակներ էր պահանջվել կառուցելու համար, ոչնչանում էր ոչ միայն ֆինանսական ճգնաժամի, այլ բարոյական բծի պատճառով, որը տարածվում էր թղթի վրա թանաքի պես։ Նա վերջապես կարողացավ խոսել Մարիամի հետ հեռախոսով։ «Դու պետք է այստեղ գաս։ Մենք պետք է խոսենք։ Ես ասելու ոչինչ չունեմ։ Մարիամ, քեզ հետաքննում են լուրջ հանցագործությունների համար։ Քեզ փաստաբան է պետք։ Պետք է պաշտպանվես»։ «Ինչից պաշտպանվեմ»։ «Նրանից, որ արել եմ այն, ինչ բոլորն են անում»։
Նրանից, որ խաղացել եմ այն խաղը, որը դուք ինքներդ եք ինձ սովորեցրել։ Էդուարդը ցավ զգաց կրծքում։ Ոչ բառացիորեն։ Դա հուզական խորը ցավ էր, այնպիսին, որը միայն հայրը կարող է զգալ, գիտակցելով, որ ձախողվել է։ Ես քեզ երբեք չեմ սովորեցրել անազնիվ լինել։ Չես սովորեցրել։ Ապա բացատրիր, թե ինչպես է ընկերությունն այդքան մեծացել։ Ինչպես ենք այդքան շատ պայմանագրեր ստացել։ Ինչպես ենք այդքան շատ մրցույթներ հաղթել։ Աշխատանքով, կաշառքով, փոխադարձ ծառայություններով, կեղտոտ խաղով։ Դու պարզապես չէիր ուզում տեսնել։ Էդուարդն անջատեց հեռախոսը։ Նստեց գրասենյակի աթոռին, նույն աթոռին, որտեղ անցկացրել էր կյանքի այնքան շատ ժամեր, կառուցելով մի բան, որն այժմ փլուզվում էր։ Եվ տասնամյակների ընթացքում առաջին անգամ լաց եղավ։ Մինչ Ավագյանների ընտանիքի դրաման զարգանում էր, Գագիկը շարունակում էր փորձել ապրել իր կյանքով։ Բայց դժվար էր։ Լրագրողները ճամբարել էին տան դիմաց։ Լուսանկարիչները փորձում էին նկարել նրան դպրոց գնալիս։ Դպրոցի տնօրինությունը ստիպված էր ուժեղացնել անվտանգությունը։ Կարինեն նկատեց, թե որքան էր դա ազդում նրա վրա։ Մի օր, դասից հետո, նա մի բան առաջարկեց։ Արի մի ուրիշ բան անենք։ Մի բան, որը կստիպի քեզ մոռանալ այս ամենը։ Օրինակ, ինչ։ Արի գնանք այգի։ Ադի բուդի ուտենք։ Կատամարան քշենք։ Նորմալ բաներ, որ նորմալ մարդիկ են անում։ Գագիկը վարանեց։ Բայց նա ճիշտ էր։ Նորմալության կարիք ուներ։ Պետք էր հիշել, թե ինչպիսին էր լինել ուղղակի 12 տարեկան տղա։ Համաձայնեց։ Գնացին հաղթանակի զբոսայգի։ Ադի բուդի գնեցին փողոցային վաճառողից։ Քայլեցին քարե արահետներով, նայելով լճի բադերին, դիտելով խնջույք անող ընտանիքներին։ Մի քանի ժամով Գագիկն իրեն թեթ զգաց։ Մոռացավ միլիարդների մասին։ Մոռացավ պատասխանատվության մասին։ Մոռացավ ամեն ինչի մասին, բացի ներկա պահից։ Կարինեն պատմություններ պատմեց իր ընտանիքի մասին։ Հոր մասին, որն արթնանում էր առավոտյան 4-ին, ավտոբուս վարելու։ Մոր մասին, որը համեղ ուտեստներ էր պատրաստում նույնիսկ հոգնած ժամանակ։ Կրտսեր եղբոր մասին, որը երազում էր ֆուտբոլիստ դառնալ։ Եվ Գագիկը լսում էր ամեն ինչ անկեղծ ուշադրությամբ, որովհետև այդ պատմությունները հիշեցնում էին նրան, թե ով էր ինքը նախկինում։ Գիտես, ինչն եմ հիանում քո մեջ, հարցրեց Կարինեն, երբ քայլում էին լճի շուրջ։ Ինչը։ Դու երբեք չես մոռացել, թե որտեղից ես եկել։ Նույնիսկ այսքան գումարով դու դեռ համեստ ես։ Դեռ մտածում ես մարդկանց մասին։ Դա սովորել եմ մի շատ յուրահատուկ մարդուց։ Պարոն Արամից։ Գագիկը գլխով արեց։ Նա միշտ ասում էր, որ գումարը ուղղակի թուղթ է։ Կարևորն այն է, թե ինչ ես անում դրանով։ Իսկ դու ինչ ես ուզում անել։ Գագիկը դադարեց քայլել, նայեց հորիզոնին, որտեղ առը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն։ Ուզում եմ օգնել ինձ նման մարդկանց։ Մարդկանց, որոնց բախտը չի բերել։ Մարդկանց, որոնք հնարավորության կարիք ունեն։ Դու արդեն օգնում ես։ Վճարում ես 20 աշակերտի կրթաթոշակը։ Ուզում եմ ավելին անել։ Շատ ավելին։ Կարինեն ժպտաց։ Ուրեմն արա։ Դու դրա համար ուժ ունես։ Նրանք կանգնած մնացին այնտեղ, դիտելով Արի դանդաղ անհետացումը, մի պահ ամեն ինչ հնարավոր թվաց։ Ամեն ինչ ճիշտ թվաց։ Ամեն ինչ իմաստալից թվաց։ Բայց խաղաղությունը կարճ տեց։ Հաջորդ օրը Մարիամին կանչեցին հատուկ քննչական ծառայություն, ցուցմունք տալու։ Լուրը արտահոսեց րոպեներ անց։ Հեռուստատեսային տեսախցիկները շրջապատեցին շենքը։ Լրագրողները հարցեր էին գոռում։ Մարիամը ժամանեց թաքնված մգեցված ապակիներով մեքենայում, ուղեկցությամբ 3 փաստաբանների։ Հարցաքննությունը տեց 6 ժամ։ Նա ամեն ինչ հերքեց։ Ասաց, որ երբեք չի մասնակցել սխեմաների։ Որ ոչնչից տեղյակ չէր։ Որ զոհ է դարձել սադրանքի։ Բայց ապացույցները ամուր էին։ Փաստաթղթեր։ Ձայնագրություններ։ Վկայություններ։ Ամեն ինչ մատնանշում էր նրա անմիջական ներգրավվածությունը։
Երբ դուրս եկավ շենքից, փորձեց խուսափել լրագրողներից։ Բայց նրանցից մեկին հաջողվեց մոտենալ տալ այն հարցը, որը բոլորի մտքում էր. «Տիկին, զղջո՞ւմ եք, որ նվաստացրել եք Գագիկ Սարգսյանին»։ Մարիամը կանգնեց։ Նայեց տեսախցիկին։ Եվ առաջին անգամ իսկապես կոտրված թվաց։ «Ես շատ բաների համար եմ զղջում։ Բայց ամենաշատը զղջում եմ, որ չեմ սովորել հարգել մարդկանց նրա համար, թե ովքեր են նրանք, ոչ թե նրա համար, թե ինչ ունեն»։ Դա առաջին անգամն էր, որ նա հրապարակայնորեն զղջում ցուցաբերեց։ Եվ այդ արտահայտությունը տարածվեց նույնքան արագ, որքան բնօրինակ տեսանյութը։ Բայց շատերի համար արդեն ուշ էր։ Վնասը հասցված էր։ Էդուարդը դիտեց դստեր հարցաքննությունը հեռուստացույցով։ Տեսավ, թե ինչպես ուժեղ ամբարտավան կինը, որը նա միշտ եղել էր, վերածվեց փխրուն, վախեցած, կորած մեկի։ Եվ խորը տխրություն զգաց։ Որովհետև գիտեր, որ մեղքի մի մասն իրենն էր։ Նա էր ստեղծել այդ հրեշին։ Սովորեցրել էր իշխանության կարողությունը, բայց մոռացել էր սովորեցնել կարեկցանքի կարողությունը։ Այդ գիշեր նա նամակ գրեց Մարիամին։ Դա մեղադրանքի նամակ չէր։ Հոր նամակ էր։ Ասում էր, որ սիրում է նրան, որ հիասթափված է, բայց չի հանձնվել նրանից, որ հավատում է քավության հնարավորությանը, որ նա դեռ ժամանակ ունի փոխվելու, ավելի լավը դառնալու, վերակառուցելու ոչ միայն կարիերան, այլ բնավորությունը։ Մարիամը նամակը կարդաց մենակ իր դատարկ բնակարանում։ Եվ շաբաթների ընթացքում առաջին անգամ լաց եղավ։ Ոչ թե զայրույթից, ոչ թե հիասթափությունից, այլ անկեղծ զղջումից, որովհետև հասկացավ, որ կորցրել է ավելին, քան ընկերությունը։ Ճանապարհին կորցրել էր ինքն իրեն։ Մինչդեռ Գագիկը որոշումներ էր կայացնում, որոնք կձավորեին իր ապագան։ Իր խորհրդատուների թիմի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց հիմնադրամի ստեղծման մասին։ Արամ Մանուկյան հիմնադրամ։ Այն նվիրված կլիներ խոցելի իրավիճակում գտնվող երեխաներին օգնելուն։ Կառաջարկեր կրթաթոշակներ, մասնագիտական դասընթացներ, հոգեբանական աջակցություն, ժամանակավոր կացարան։ Այն ամենը, ինչ Գագիկը կցանկանար ունենալ, երբ ապրում էր փողոցներում։ Նախնական ներդրումը կկազմեր 500 միլի դրամ։ Ժառանգած հարստության մի մասը։ Գումար, որն այժմ կունենար նպատակ, իմաստ, իրական ազդեցություն։ Երբ Անահիտն իմացավ որոշման մասին, ամուր գրկեց Գագիկին։ Արամն այնքան կհպարտանար։ Քեզնով։ Հուսով եմ, ճիշտ բան եմ անում։ Անում ես։ Որովհետև օգտագործում ես այն, ինչ ունես, օգնելու նրանց, ովքեր կարիք ունեն։ Դա ավելին է, քան շատ միլիարդատերեր անում են մի ամբողջ կյանքի ընթացքում։ Գագիկը ժպտաց։ Բայց դա հոգնած ժպիտ էր։ Որովհետև գիտեր, որ ճանապարհը նոր է սկսվում։ Որ պետք է դիմակայեր ավելի շատ մարտահրավերների։ Ավելի շատ նախապաշարմունքների։ Ավելի շատ մարդկանց, ովքեր կդատեին նրան տարիքի, արտաքինի, ծագման համար։ Բայց նա գիտեր, որ մենակ չէ։ Ուներ Անահիտին։ Ուներ Կարինեին։ Ուներ Արամի հիշողությունը, որն ուղղորդում էր յուրաքանչյուր քայլ։ Եվ ուներ մի բան, որը ոչ մի գումար չէր կարող գնել։ Ուներ նպատակ։ 3 ամիս անցավ այն ճակատագրական հանդիպումից։ Երան էր եկել աշունը, բերելով ավելի կարճ օրեր նարնջագույն երկնքով երեկոներ։ Քաղաքը շարունակում էր իր կատաղի առօրյան, անտարբեր իր երկնաքերերում, շքեղ բնակարաններում ծավալվող անձնական դրամաների նկատմամբ։ Ավագյան շինը վաճառվել էր։ Էդուարդին հաջողվել էր գործարք կնքել միջազգային ներդրողների կոնսորցիումի հետ, որը ստանձնել էր պարտքերը անավարտ նախագծերը։ Ավագյանը անունը պահպանվել էր պայմանագրային պատճառներով, բայց ընտանիքն այլևս ոչ մի վերահսկողություն չուներ։ Դա մի դարաշրջանի ավարտ էր։ Էդուարդը պաշտոնապես թոշակի անցավ։ Դիլիջանի մոտ մի ամառանոց գնեց, սկսեց իր ժամանակը նվիրել ձիեր խնամելուն բանջարեղեն աճեցնելուն։ Բացահայտեց, որ պարզության մեջ խաղաղություն կա, մի բան, որը երբեք չէր իմացել կայսրություն ղեկավարելիս։ Երբեմն զանգում էր Մարիամին։ Քիչ էին խոսում։ Նա հարցնում էր, թե ինչպես է։ Նա ասում էր, որ լավ է, բայց նա լսում էր սուտը նրա ձայնում։ Մարիամը քրեական գործի էր բախվում։ Մեղադրանքները լուրջ էին։ Հանցավոր համագործակցություն։ Խարդախություն մրցույթներում։
Փողերի լվացում։ Փաստաբանները օր ու գիշեր աշխատում էին, փորձելով գործարքի գալ դատախազության հետ, բայց գլխավոր դատախազությունն անդրդվելի էր։ Նրանք ցուցադրական դատավարություն էին ուզում։ Նա օրերն անցկացնում էր բնակարանում, որն այժմ ոսկե բանտ էր թվում։ Ընկերներն անհետացել էին։ Միջոցառումների հրավերները դադարել էին։ Հեռախոսը, որը նախկինում չէր դադարում զնգալ, այժմ օրերով լուռ էր մնում։ Մենակությունը կապարի պես ծանրացել էր ուսերին։ Հենց այդպիսի միայնակ երեկոներից մեկում Մարիամը վերջապես արեց մի բան, որը ամիսներով հետաձգում էր։ Վերցրեց հեռախոսը, փնտրեց մի համար, որը երբեք չէր հավաքել, սեղմեց զանգի կոճակը։ Մյուս կողմից մի ձայն պատասխանեց. «Ալո»։ Մարիամը խորը շունչ քաշեց։ «Գագիկ»։ Մարիամ Ավագյանն է։ Երկար լռություն եղավ։ Գագիկը տանն էր, նստած խոհանոցի սեղանի մոտ, մաթեմատիկայի տնային անելիս։ Անմիջապես ճանաչեց ձայնը։ Անահիտը, որը ընթրիք էր պատրաստում, հարցական հայացքով նայեց նրան։ «Բար», պատասխանեց Գագիկը, ձայնը չեզոք։ «Գիտեմ, որ զանգելու իրավունք չունեմ։ Գիտեմ, որ շատ ցավ եմ պատճառել։ Բայց պետք է խոսեմ քեզ հետ։ Անձամբ, եթե հնարավոր է»։ Գագիկը մտածեց մերժել։ Մտածեց անջատել։ Մտածեց բոլոր հիմնավոր պատճառների մասին, այլս երբեք այդ կնոջ հետ չխոսելու համար։ Բայց նրա ձայնի տոնի մեջ ինչ-որ բան, ինչ-որ կոտրված անկեղծ բան, ստիպեց նրան վարանել։ «Ինչո՞վ»։ «Որովհետև պետք է ներողություն խնդրեմ»։ «Իսկապես»։ Ոչ թե ինձ ավելի լավ զգալու համար, այլ որովհետև դու արժանի ես լսելու։ Գագիկը նայեց Անահիտին, որը քաջալերող գլխով արեց։ «Լավ։ Վաղը, ժամը 3-ին։ Հաղթանակի զբոսայգում, լճի մոտ։ Շնորհակալություն։ Այնտեղ կլինեմ»։ Հաջորդ օրը Գագիկը այգի հասավ Անահիտի ուղեկցությամբ, որը պնդել էր միասին գնալ։ Կարինեն նույնպես ուզեց գալ, որպես աջակցության ժեստ ընկերոջը։ Երեքով նստեցին լճի մոտ գտնվող նստարանին, դիտելով, թե ինչպես են բադերը սահուն-սահում ջրի վրայով։ Մարիամը ճիշտ ժամանակին հասավ։ Նա փոխվել էր։ Առանց շպարի։ Մազերը հավաքված պարզ պոչիկով։ Հագել էր ջինս զուսպ սպիտակ բլուզ։ Ավելի փոքր, ավելի փխրուն, ավելի մարդկային էր թվում։ Մոտեցավ դանդաղ, ասես վախենում էր մերժվելուց։ «Գագիկ, շնորհակալություն, որ համաձայնեցիր հանդիպել ինձ»։ Նա գլխով արեց, առանց ոտքի կանգնելու։ Մարիամը նայեց Անահիտին Կարինեին, ողջունեց նրանց գլխի շարժումով ուշադրությունը կրկին ուղղեց տղային։ «Ես վերջին ամիսներն անցկացրել եմ, մտածելով, թե ինչ եմ արել։ Ինչ եմ ասել։ Ինչպես եմ վարվել։ Եվ հասկացա, որ դաժան եմ եղել։ Ոչ միայն այդ ժողովին, այլ տարիներ շարունակ։ Աշխատակիցների հետ։ Գործընկերների հետ։ Ցանկացած մարդու հետ, որին ես ինձնից ցածր էի համարում»։ Գագիկը լուռ լսում էր։ Մարիամը շարունակեց, ձայնը խեղդվելով. «Ես մեծացել եմ, հավատալով, որ ավելին արժեմ, քան մյուսները, իմ ազգանվան պատճառով։ Իմ ընտանիքի գումարի պատճառով։ Այն դպրոցների պատճառով, որոնք հաճախել եմ։ Ինձ երբեք չեն սովորեցրել մարդկանց նայել որպես հավասարների։ Եվ երբ դու հայտնվեցիր այդ սենյակում, այդպես հագնված, ես կարողացա տեսնել միայն այն, ինչ դու չունեիր։ Ոչ թե այն, ինչ դու էիր»։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Դրանք հաշվարկված արցունքներ չէին։ Անկեղծ զղջման արցունքներ էին։ Ես ամեն ինչ ոչնչացրի։ Ընկերությունը։ Հորս հետ հարաբերությունները։ Իմ հեղինակությունը։ Իմ ազատությունը։ Եվ գիտես, որն է ամենավատը։ Ես արժանի եմ այս ամենին։ Որովհետև դրանք միայն ֆինանսական հանցագործությունները չէին։ Ամենամեծ հանցագործությունը ճանապարհին մարդկայնությունը կորցնելն էր։ Գագիկը վերջապես խոսեց, ձայնը հանգիստ, բայց հաստատուն։ «Ինչու ես ինձ սա ասում։ Որովհետև դու արժանի ես իմանալու, որ ես հասկացա։ Որ ես սովորեցի։ Որ այլս երբեք այն մարդը չեմ լինի։ Նույնիսկ եթե արդեն ուշ է փոխելու այն, ինչ տեղի է ունեցել, ուշ չէ փոխելու, թե ով եմ ես»։ Անահիտը, որը լուռ դիտում էր ամեն ինչ, ոտքի կանգնեց, ձեռքը դրեց Մարիամի ուսին։
Սխալները ընդունելը առաջին քայլն է։ Բայց ճանապարհը երկար է։ Մարիամը երախտագիտությամբ նայեց նրան։ Գիտեմ։ Եվ ես կանցնեմ այն։ Նույնիսկ եթե ոչ ոք չի դիտում։ Նույնիսկ եթե ոչ ոք չի հավատում։ Գագիկը նույնպես ոտքի կանգնեց։ Բռնեց Մարիամի ձեռքը, առաջին անգամ սեղմեց այն։ Ժեստը պարզ էր, բայց լի իմաստով։ Դա ներում էր։ Ճանաչում։ Մարդկայնություն։ Ես ընդունում եմ քո ներողությունը։ Բայց դրանք չեն փոխում այն, ինչ տեղի է ունեցել։ Դու դեռ պատասխան ես տալու քո հանցանքների համար։ Կբախվես հետանքներին։ Գիտեմ։ Եվ կբախվեմ։ Բայց ուզում էի, որ իմանայիր, որ անկախ նրանից, թե ինչ կպատահի ինձ հետ, դու ինձ մի բան սովորեցրիր։ Սովորեցրիր, որ ուժն առանց հարգանքի պարզապես բռնակալություն է։ Գագիկը բաց թողեց նրա ձեռքը։ Հուսով եմ, դու կգտնես քո ճանապարհը։ Իսկապես։ Մարիամը գլխով արեց, սրբեց արցունքները, հեռացավ։ Գնալուց առաջ վերջին անգամ շրջվեց։ Շնորհակալություն։ Ինձ ընդունելու համար։ Ինձ լսելու համար։ Ինձնից ավելի մեծ լինելու համար։ Նրա հեռանալուց հետո Գագիկը նորից նստեց նստարանին։ Կարինեն դիպավ նրա թին։ Դու ճիշտ բան արեցիր։ Գիտեմ։ Բայց հեշտ չէ։ Երբեք էլ հեշտ չէ։ Բայց դրա համար էլ արժե։ Հաջորդ ամիսները փոփոխություններ բերեցին բոլորի համար։ Մարիամին դատապարտեցին 5 տարվա կիսաբաց ռեժիմի, արտաքին աշխատանքի իրավունքով հանգստյան օրերին ազատությամբ։ Դա թե դատավճիռ չէր, բայց նա առավելագույնը չէր, որ կարող էր ստանալ։ Դատավորը հաշվի էր առել նրա անկեղծ զղջումը, հետաքննության հետ համագործակցությունը որպես մեղմացուցիչ հանգամանքներ։ Պատիժը կրելու ընթացքում Մարիամը սկսեց կառավարման դասեր տալ խոցելի իրավիճակում գտնվող կանանց մի հղում։ Բացահայտեց, որ ձեռներեցություն սովորեցնելն ավելի գոհացուցիչ է, քան շենքեր կառուցելը։ Բացահայտեց, որ օգնելն ավելի հզոր է, քան տիրելը։ Էդուարդն ամեն շաբաթ այցելում էր դստերը։ Ամառանոցից մտքեր էր բերում, գրքեր, որոնք կարծում էր նրան դուր կգան, պատմություններ ձիերի մասին։ Եվ կամաց-կամաց նրանք վերականգնեցին հարաբերությունները։ Դրանք կատարյալ չէին։ Նախկինի պես չէին։ Բայց իրական էին։ Ազնիվ։ Հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ Գագիկը իր հերթին տեսնում էր, թե ինչպես էր Արամ Մանուկյանը հիմնադրամը աճում իր սպասելիքներից անդին։ 6 ամսում նրանք արդեն օգնել էին 300 երեխայի։ Առաջարկում էին ժամանակավոր կացարան, կրթություն, հոգեբանական աջակցություն, մասնագիտական դասընթացներ։ Այդ երեխաներից շատերը փողոցներից էին գալիս, ինչպես մի օր Գագիկն էր եկել։ Նա ամեն շաբաթ այցելում էր հիմնադրամ։ Զրուցում էր երեխաների հետ։ Լսում էր նրանց պատմությունները։ Նրանց աչքերում տեսնում էր նույն վախը, նույն հույսը, նույն տոկունությունը, որն այդքան լավ գիտեր։ Եվ յուրաքանչյուր երեխայի մեջ, որին օգնում էր, զգում էր, որ պատվում է Արամի հիշատակը։ Կարինեն դարձավ ավելին, քան ընկերուհի։ Դարձավ խորհրդատու, վստահելի անձ, երազանքների գործընկեր։ Նա օգնում էր նրան ընտրել նախագծեր հիմնադրամի համար։ Բարելավումներ էր առաջարկում։ Նոր գաղափարներ էր բերում։ Եվ Գագիկը նկատում էր, որ կամաց-կամաց զգացմունքներ է զարգացնում, որոնք ընկերությունից անդին էին։ Դա դեռ սեր չէր։ Նրանք 12-15 տարեկան էին։ Բայց դա մի գեղեցիկ բանի սկիզբ էր, մի բան, որը կարող էր աճել ժամանակի հետ։ Անահիտը շարունակում էր լինել ապահով նավահանգիստը։ Արաբկիրի պարզ տունը այն ապաստարանն էր, որտեղ Գագիկը վերադառնում էր ամեն գիշեր։ Որտեղ զրուցում էին օրվա մասին։ Որտեղ նա պատրաստում էր ընթրիքներ, որոնք տան հոտ ունեին։ Որտեղ նա իրեն զգում էր ոչ թե որպես միլիարդատեր, այլ որպես սիրելի թոռ։ Ամեն ինչ փոխած հանդիպումից 1 տարի անց Գագիկին հրավիրեցին դասախոսություն կարդալու մի համալսարանում։ Թեման բիզնես էթիկան էր։ Սկզբում վարանեց։ Չէր սիրում հրապարակային ելույթ ունենալ։ Չէր սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Բայց Անահիտը քաջալերեց նրան։ Դու պատմելու պատմություն ունես։ Մի պատմություն, որը կարող է ոգեշնչել այլ մարդկանց։ Այսպիսով, Գագիկն ընդունեց։
Դասախոսության օրը դահլիճը լեփ-լեցուն էր։ Կառավարման ֆակուլտետի ուսանողներ, դասախոսներ, գործարարներ, լրագրողներ։ Բոլորն ուզում էին լսել այն տղային, որը մի ժեստով կայսրություն էր կործանել։ Գագիկը բարձրացավ բեմ, հագած նոր, լավ նստող, բայց ոչ շքեղ կոստյում։ Փողկապն ուղիղ էր։ Կաշվե պայուսակը, սակայն, նույնն էր։ Մաշված, քերծված, պատմություններով լի։ Նա սկսեց խոսել։ Պատմեց իր մանկության մասին փողոցներում։ Այն օրվա մասին, երբ ճանաչել էր Արամին։ Նրա մասին, թե ինչպես էր սովորել, որ ուժը մարդկանց վերահսկելու մեջ չէ, այլ ավելի մեծ նպատակի ծառայելու մեջ։ Խոսեց Մարիամի հետ հանդիպման մասին։ Նվաստացման մասին։ 8.3-ը ակտիվացնելու որոշման մասին։ Հետանքների մասին։ Եվ նրա մասին, թե ինչ սովորեց այս ամենից։ Ես կարող էի պարզապես անտեսել նախապաշարմունքը։ Կարող էի ընդունել գումարը առաջ շարժվել։ Բայց հասկացա, որ եթե դա անեի, կասեի, որ ամեն ինչ նորմալ է։ Որ ընդունելի է մարդկանց դատել արտաքինով։ Որ նորմալ է անհարգալից վերաբերվել նրանց, ովքեր ներքից են գալիս։ Հանդիսատեսը լսում էր բացարձակ լռության մեջ։ Այդ կետն ակտիվացնելը վրեժխնդրություն չէր։ Դա պաշտպանություն էր։ Սահման էր։ Ասել էր, ես հարգանքի եմ արժանի։ Բոլորն են հարգանքի արժանի։ Եվ եթե դուք չեք կարող դա առաջարկել, ուրեմն արժանի չեք իմ գործընկերությանը։ Հանդիսատեսներից ոմանք սկսեցին ծափահարել։ Մյուսների աչքերում արցունքներ կային։ Բայց ամենակարևորը, որ սովորեցի, այն է, որ հետանքները պատմության ավարտը չեն։ Մարիամը շատ բան կորցրեց։ Հանցագործություններ կատարեց։ Դատապարտվեց։ Բայց այսօր նա վերականգնում է իր կյանքը։ Օգնում է այլ մարդկանց։ Սովորում է, թե ինչն է իրականում կարևոր։ Եվ դա ինձ հույս է տալիս։ Հույս, որ մենք բոլորս կարող ենք փոխվել։ Կարող ենք ավելի լավը լինել։ Գագիկն ավարտեց դասախոսությունը Արամի մեջբերումով։ Նա միշտ ասում էր, իսկական ուժը ոչ թե նրանում է, թե որքան ունես, այլ նրանում, թե ինչպես ես այն օգտագործում։ Եվ ես կավելացնեմ, իսկական բնավորությունը ոչ թե երբեք չսխալվելու մեջ է, այլ ընկնելուց հետո ոտքի կանգնելու քաջություն ունենալու մեջ։ Ողջույնի ծափահարությունները երկար հուզական էին։ Գագիկն իջավ բեմից, շրջապատվեց ուսանողներով, որոնք ուզում էին լուսանկարվել, հարցեր տալ, խորհուրդներ խնդրել։ Նա պատասխանեց բոլորին համբերությամբ, բարությամբ, խոնարհությամբ։ Կարինեն առաջին շարքում էր, հպարտ ժպտալով։ Անահիտը նույնպես այնտեղ էր, զգուշորեն սրբելով արցունքները։ Եվ Գագիկը, նայելով նրանց, զգաց, որ գտնվում է հենց այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Այդ գիշեր, տուն վերադառնալով, Գագիկը մտավ սենյակ, բացեց անկողնու կողքի դարակը։ Վերցրեց Արամի նամակը, այն մեկը, որը վերընթերցում էր ամեն անգամ, երբ ուղղորդման կարիք ուներ։ Բայց այս անգամ կարդալու կարիք չկար։ Պարզապես բռնեց թուղթը մատների արանքում, զգալով այն բառերի ծանրությունը, որոնք անգիր գիտեր։ Գագիկ, դու ինձ փրկեցիր, երբ ոչ ոքի չէր հետաքրքրում։ Ոչ թե պարտականությունից դրդված։ Ոչ թե շահից դրդված, այլ որովհետև դու մաքուր սիրտ ունես։ Հուսով եմ, երբեք չես կորցնի դա։ Գումարը ընդամենը գործիք է։ Օգտագործիր այն կառուցելու, ոչ թե ոչնչացնելու համար։ Եվ միշտ հիշիր, իսկական ուժը ոչ թե նրանում է, թե որքան ունես, այլ նրանում, թե ինչպես ես այն օգտագործում։ Գագիկը խնամքով ծալեց նամակը, հետ դրեց։ Պառկեց անկողնում, նայեց առաստաղին, ժպտաց։ Դա հաղթանակի ժպիտ չէր։ Խաղաղության ժպիտ էր։ Կատարված նպատակի։ Գտնված ճանապարհի։ Դրսում երանը շարունակում էր բաբախել։ Միլիոնավոր պատմություններ միահյուսվում էին փողոցներում, շենքերում, այգիներում։ Պայքարի, հաղթահարման, ձախողման, քավության պատմություններ։ Եվ այս բոլորի մեջ Գագիկի պատմությունն առանձնանում էր ոչ թե իր ունեցած հարստությամբ, այլ այն ձով, որով նա ընտրել էր օգտագործել այն։ Դեպքը հայտնի դարձավ ազգային մակարդակով որպես ձեռքսեղմման կործանումը։ Դարձավ դեպքի ուսումնասիրություն համալսարաններում։ Դարձավ բանավեճերի թեմա բիզնես էթիկայի շուրջ։ Դարձավ խորհրդանիշ, թե ինչպես նախապաշարմունքը կարող է ոչնչացնել ոչ միայն մարդկանց, այլ ամբողջ կայսրություններ։
Բայց Գագիկի համար դա ընդամենը հիշողություն էր։ Հիշողություն, որ նրան փորձել էին, նա չէր խոնարհվել։ Որ նա արժանապատվությամբ դիմակայել էր ամբարտավանությանը։ Որ նա օգտագործել էր իր ուժը ոչ թե ոչնչացնելու, այլ անհրաժեշտ սահմաններ դնելու համար։ Տարիներ անց, երբ Գագիկն արդեն 20 տարեկան էր, ղեկավարում էր երկրի խոշորագույն սոցիալական ազդեցության հիմնադրամներից մեկը, մի լրագրող հարցրեց նրան, թե արդյոք զղջում է այդ կետն ակտիվացնելու համար։ Գագիկը մի պահ մտածեց, նախքան պատասխանելը։ Չեմ զղջում, որովհետև սովորեցի, որ լռությունն անհարգալից։ Վերաբերմունքի դիմաց հանցակցությունը։ Եվ ես պատրաստ չէի հանցակից լինել։ Բայց նա սովորեցի, որ հետանքները պետք է ուղեկցվեն քավության հնարավորությամբ։ Մարիամը վճարեց իր սխալների համար։ Բայց նա հնարավորություն ունեցավ նորից սկսելու։ Եվ այսօր նա անհավանական աշխատանք է կատարում, օգնելով այլ կանանց։ Դա ինձ ցույց է տալիս, որ ոչ ոք փոփոխության հնարավորությունից զուրկ չէ։ Իսկ ինչ վերաբերում է այն ձեռքսեղմմանը, որը տեղի չունեցավ, Գագիկը ժպտաց։ Դա իմ կյանքի ամենակարևոր ձեռքսեղմումն էր։ Ոչ թե որովհետև տեղի ունեցավ, այլ որովհետև տեղի չունեցավ։ Ինձ ցույց տվեց, թե ով չեմ ուզում լինել։ Եվ ինձ հնարավորություն տվեց ցույց տալու, թե ով եմ ես իրականում։ Հարցազրույցն ավարտվեց, բայց վերջին արտահայտությունն արձագանքեց։ Երբեմն նախապաշարմունքը կարիք չունի գոռալու։ Երբեմն այն պարզապես ձեռք չի սեղմում։ Եվ երբեմն հենց այդ պահին է, որ մենք բացահայտում ենք մեր իսկական բնավորությունը։ Գագիկը շարունակեց իր աշխատանքը։ Շարունակեց օգնել փողոցի երեխաներին։ Շարունակեց ներդրումներ կատարել սոցիալական նախագծերում։ Շարունակեց լինել ի վերջո այն տղան, որը մի օր բռնել էր մի անծանոթի ձեռքը, որովհետև դա էր ճիշտը։ Իսկ Մարիամը պատիժը կրելուց հետո իր կյանքի մնացած մասը նվիրեց ուրիշներին սովորեցնելուն, չկրկնել նույն սխալները։ Նայել արտաքինից այն կողմ։ Գնահատել մարդկայնությունը ամեն ինչից վեր։ Էդուարդն իր վերջին տարիներն ապրեց ամառանոցում, իր հետ խաղաղության մեջ, հպարտ այն դստերով, որը նա դարձել էր անկումից հետո։ Անահիտը շարունակեց լինել այն տատիկը, որը Գագիկը երբեք չէր ունեցել, ապահով նավահանգիստը, անվերապահ սերը։ Իսկ Կարինեն։ Կարինեն դարձավ Գագիկի գործընկերը ոչ միայն բիզնեսում, այլ կյանքում։ Միասին նրանք կառուցեցին ոչ միայն հիմնադրամ, այլ ընտանիք, հիմնված հարգանքի, սիրո նպատակի վրա։ Արամ Մանուկյանի ժառանգությունը շարունակում էր ապրել։ Ոչ միայն նրա թողած գումարի մեջ, այլ նրա ցանած օրինակի մեջ, նրա կերտած սրտի մեջ, նրա փոխած կյանքի մեջ։ Եվ ամեն ինչ սկսվել էր մերժված ձեռքսեղմումից, նկարահանված նվաստացումից, քաջ որոշումից։ 12 տարեկան մի տղայից, որը գիտեր, որ հարգանքի է արժանի, նույնիսկ երբ աշխարհն ասում էր հակառակը։ Երանը շարունակում էր պտտվել։ Պատմությունները շարունակում էին գրվել։ Եվ դասը մնում էր պարզ։ Ուժն առանց հարգանքի բռնակալությունը։ Հարստությունն առանց կարեկցանքի դատարկությունը։ Իսկ արժանապատվությունը միակ գանձն է, որը ոչ ոք չի կարող քեզնից խլել, եթե դու թույլ չտաս։ Գագիկը թույլ էր տվել նվաստացումը մեկ անգամ։ Միայն մեկ։ Եվ այդ ոչ ով այդ անընդունելին ընդունելուց հրաժարվելով, փոխել էր ոչ միայն իր կյանքը, այլ հազարավոր մարդկանց կյանքեր։ Որովհետև երբեմն այն ամենը, ինչ մեզ պետք է աշխարհը փոխելու համար, քաջություն ունենալն է ասելու. Ես հարգանքի եմ արժանի։ Եվ եթե դուք չեք կարող ինձ դա առաջարկել, ուրեմն մեր գործընկերությունն այստեղ ավարտվում է։